Ի սկզբանե իրենց, այսպես ասած, պլանը կարծես թե աշխատեց, իրենք Խոյ համայնքը միացրեցին վաղը շաբաթ համայնքին, հենց միայն այդ նպատակով։ Դուք որ ընտրության արդյունքները տեղամասային նայեք, կտեսնեք, որ Խոյ համայնքի իրենք իրենց հաղթանակը, այսպես ասած, ընտրապայքարի հիմնական ձայները բերել են Խոյ համայնքից, խոշորացված համայնքից, որտեղ ունեցել են վարչական մեծ ազդեցություններ, իրենց վարչական ղեկավարների, աշխատակիցների միջոցով, ամբողջ քվեարկության ընթացքում եւ օրեր առաջ փորձել են մարդկանց կոնտրոլ անել եւ քվեարկության ընթացքում են փորձել տարբեր մեթոդներով, տարբեր ստերով, տարբեր կեղծիքներով Ամեն դեպքում իրանց մոտ այդ պլանը կարծես թե աշխատեց եւ այստեղ նաեւ կա երկրորդ կողմը, որ Խոյ համայնքը ամեն դեպքում մենք մի փոքր մեր թիմի համար նոր էր Խոյ համայնքը, մենք Խոյ համայնքի շատ բնակիչներ մեզ չէին, անձամբ ինձ չէին ճանաչում, որովհետեւ ինքս Սեչմիածնից եմ, սա նույնպես դեր խաղաց եւ իրենց կարծես թե այդ պլանը որ գծել են, այդ պլանով էլ շարժվեցին առաջ, բայց վստահ եմ Խոյ համայնքի բնակիչները շատ կարճ ժամանակ հետո զգալու են, որ իրենք ձայնը տվել են այն թիմին, ով տարիներով իրենց ուղակի հարկերի, տուրքերի տակ է դրել, կեղեքել է, շարունակելու են այդ թիմը մեծ թափով շարունակելու է այդ գործը։ Խոյ համայնքի բնակիչները կարճ ժամանակ հետո իրենք փոշմանելու են